Ուշադրություն, բարի երեկո բարեկամներ։ Հրավիրում եմ բոլոր ֆուտբոլասերներին Ուրարտու մարզադաշտ, որտեղ այսօր տեղի ունենում AFL Winter Cup-ի երկրորդ տուրի Wolfsburg Inter հանդիպումը։ Ֆուտբոլիստները մրցավարի ուղեկցությամբ դուրս են գալիս խաղադաշտ։ Ամեն ինչ պատրաստ է խաղի մեկնարկի համար, թիմերը խաղին մոտեցել են բարձր տրամադրությամբ, մարտական տրամադրվածությամբ։ Եվ այսօր կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի այս ֆուտբոլային երեկոն ավարտեն հաղթական նոտաներով։ Ինտերը առաջին տուրում պարտություն է կրել, Wolfsburg-ը խաղն ավարտել է ոչ ոքի և ունի մեկ միավոր առաջին տուրից հետո։ Այսօր կանեն հնարավոր ամեն ինչ, այո, որպեսզի հաղթանակ տանեն։ Եվ արտյաներած կլսվի մրցավար Արսեն Պետրոսյանի մեկնարկային սուլիչը։ Խաղը մեկնարկում է Wolfsburg Inter։ Այսպայն եկեք արագորեն անցնենք մրցող թիմերի կազմերին, որից հետո կհետևենք խաղի ընթացքին։ Սկսենք Wolfsburg-ից, համար 3 Միքայել Խաշմանյան, համար 4 վտանգավոր դրությունը, համար 4 Արմո Ադամյան, համար 5 Արա Գասպարյան, համար 7 Արման Հայրապետյան, համար 8 Դավիթ Գրիգորյան, համար 9 Ավիկ Բարսեղյան, համար 10 Արսեն Սևոյան, համար 22 Գեղամ Թորգոմյան և համար 99 Արսեն Թովմասյան։ Ինտեր, համար 1 Մինաս Ղազարյան, համար 4 Ռուբեն Մանուկյան, համար 6 Մհեր Դավթյան, համար 7 Սարգիս Մնացականյան, համար 8 Մարկ Պողոսյան, համար 9 Արամ Վարդանյան, համար 10 Արման Նավասարդյան, համար 17 Գևորգ Վարդանյան և համար 90 Սարգիս Աբրահամյան։ Հիմա անկյունային իրավունք են վաստակել Wolfsburg-ի ֆուտբոլիստները։ Խաղարկում են անկյունայինը։ Խլում է գնդակը Ինտերի ֆուտբոլիստը, բայց վարկյաններած կրկին այն հայտնվում է Wolfsburg-ի մոտ։ Հեռացնել է պետք։ Հարված շեղեր։ Երկու թիմերն էլ գտնվում են հրաշալի մարզավիճակում, ֆուտբոլիստները տրամադրված են մարտական առհասարակ Winter Cup-ի հետ կապված հետաքրքրությունը բավականին մեծ է։ Վտանգավոր դրություն է և դարպասաձողն է փրկում Ինտերին։ Այո, հետաքրքրությունը բավականին մեծ է այս մրցաշարի հանդեպ։ Մինչ մրցաշարի մեկնարկելը թիմերը անհամբերությամբ են սպասում Winter Cup-ի մեկնարկին, արդեն երկրորդ տուրն է։ Հարված և հանդիպումներ անցնում են բավականին լարված և դիտարժան պայքարում։ Ինտերն է գնդակով, հարված, ինչպիսի հուշկու հարված էր բարեկամներ, դարպասաձողը փրկեց Wolfsburg-ին։ Փոխանցում Աչեզը։ Հրաշալի խաղում Ինտերի ֆուտբոլիստը խաբս է տալիս։
Փոխանցում է պետք կատարել, բայց մնում է գնդակի ինտերի մոտ։ Շատ լավ են պաշտպանվում Վոլֆսբուրգի ֆուտբոլիստները։ Հարված Շեղեր։ Հարված դարպասից։ Անհաջող փոխանցում է։ Շարունակում է ինտերի գրը, հարված և բարձր են տանում։ Ակտիվ են սկսել ինտերի ֆուտբոլիստները մեկնարկային րոպեներից։ Խորում են գնդակի ինտերի խաղացողները։ Եվ անկյունային հարված։ Ոչ խաղի կանոնների խախտում է նշանակում Արսեն Պետրոսյանը։ Բավականին վտանգավոր դիրքում ինտերը ստանում է տուգանային հարվածի իրավունք։ Հրաշալի հնարավորություն է հաշիվը բացելու, փոխանցում։ Պետք է կրկնել հարվածը։ Փոխանցում, խառը իրավիճակ է։ Մոնակոյի տուգանային հրապարակում և եզրային նետում։ Հրաշալի կերպով հարկեցին, բայց խաղի կանոնների խախտում։ Տեսնենք ինտերի հերթական գրոհը փոխանցում Զախիեզար։ Անհաջող փոխանցում էր։ Փոխանցում։ Խլում է գնդակի ինտերի ֆուտբոլիստը և սլանում է առաջ։ Խապս է տալիս։ Փոխանցում է պետք կատարել։ Չասա փոխանցում է ասիատիրոջը, բայց գրոհ շարունակվում է։ Հիմա հերթը Վոլֆսբուրգինն է գրոհելու, տեսնենք հարված և Շեղեր։ Սակայն հարվածի ճանապարհին գնդակը դիպել էր ինտերի ֆուտբոլիստին և Վոլֆսբուրգը վաստակում է անկյունային հարվածի իրավունք։ Փոխանցում։ Եվ եզրային նետում։ Վոլֆսբուրգը եզրից կնետի գնդակը խաղի մեջ։ Փոխանցում։ Շարժում է առաջ, փոխանցում։ Հրաշալի են պաշտպանվում
Ինտերի ֆուտբոլիստները Վտանգավոր դրություն է, հարված Եվ գնդակը հայտնվում է, դարպասում Ինտերը բացում է, խաղի հաշիվը Ութը Մարկ Պողոսյանը բացում է խաղի հաշիվը 1-0 Հարված շեղեր Հիմա Վոլսբուրգն է գնդակով Հարված չստացվեց, հարվածը Այս իմ վիշկի տակ գնդակ կարիվ է կալի Եվ հարված ինտերի դարպասից Հրաշալի խաղարկեցին, բայց պատասխան փոխանցումը ուժեղ էր Եվ եզրից Վոլսբուրգը կնետի գնդակը խաղի մեջ Սուլիչիկը կարող են նետել գնդակը Ինտերն է գնդակով Կորսում են գնդակը և Վոլսբուրգի պատասխան հակագրոհը տեսնենք ինչ զարգացում կստանա Խլում է գնդակը ինտերի ֆուտբոլիստը և պետք է հեռացնել գնդակը սեփական տուգանայինի մատույցներից Կրկին Վոլսբուրգն է գնդակով Հարված շեղեր Ինտերի պատասխան գրոհը տեսնենք ինչ զարգացում կստանա բարեկամներ Ետ փոխանցում Հրաշալի կերպով ազատվեց մրցակցի ֆուտբոլիստի հետապնդումից Երկար փոխանցում առաջ Դարպասապահ շատ հանգիստ վերցրեց գնդակը և այն անմիջապես ուղարկեց առաջ Կապս է տալիս, շարժում է առաջ Հարված և դարպասապահը տիրում է գնդակին Ինտերը եզրից կնետի գնդակը խաղի մեջ Տանգավոր կարող է ստացվել և անկյունային Այո, հետաքրքիր պայքարում է անցնում հանդիպումը, երկու թիմերն էլ անդադար գրոհում են
Փոխանցում է պետք կատարել։ Փոխանցում։ Վտանգավոր դրություն կարող է ստացվել։ Թույլ չեն տալիս Ինտերի ֆուտբոլիստին հարվածել Վոլֆսբուրգի խաղացողները։ Հարված։ Եվ հրաշալի գոլի հեղինակ է դառնում բարեկամներ Ինտերի 4 համարը։ Ռուբեն Մանուկյանը 2-0։ Երկու 0 Ինտերը կրկնապատկում է հաշիվը։ Խաղի 16-րդ րոպեն է։ Ոլում են գնդակի Ինտերի ֆուտբոլիստները։ Հրաշալի է խաղում փոխանցում։ Հարված և 3-0։ Երեք 0 Ինտերը հաշիվը դարձնում է ջախջախիչ։ Արման Նավասարդյանը խփեց Ինտերի երրորդ գնդակը, վտանգավոր դրություն է հարված։ Եվ հրաշքով գնդակը 4-րդ անգամ չհայտնվեց դարպասում։ Փոխանցում 30 է դարպասապահը։ Այս գրոհը շարունակվում է։ Նավասարդյան։ Հրաշալի է խաղում Վոլֆսբուրգի ֆուտբոլիստը, փոխանցում։ Դե Փայլուն խաղաց Ինտերի դարպասապահը, բայց գրոհը շարունակվում է։ Մարկ Պողոսյան շարժում է առաջ Պողոսյանը։ Փոխանցում Ձախեզեր։ Հարված և հրաշալի խաղում Վոլֆսբուրգի դարպասապահը փրկելով դրությունը։ Փայլուն խաղաց Վոլֆսբուրգի ֆուտբոլիստը, գրոհը շարունակվում է, խաբս է տալիս։ Եվ գնդակի կորուստ հիմա Արամ Վարդանյանը շարժում է առաջ։ Խաբս է տալիս։ Փոխանցում։ Չհասավ փոխանցումը խաղընկերոջը։ Հարված։ Բարձր են տանում հարվածը։ Ինտերի ֆուտբոլիստը կենտրոնով շարժում է առաջ Արամ Վարդանյան։ Հարված և բարձր ընթանում հարվածը։ Ճիշտ է Ինտերը հաղթում է 3-0 հաշվով, բայց շարունակում է գրոհել, փորձելով էլ ավելի զարգացնել հաջողությունը։ Հրաշալի փոխանցում էր։
Խապս է տալիս։ Հարված շեղեր։ Դեղին քարտ է ստանում Վոլսբուրգի 22 համարը։ Գեղամ Թորգոմյանը։ Ինտերն է գնդակով բարեկամներ ետ փոխանցում։ Որսնում են գնդակի ինտերի խաղացողներ և Վոլսբուրգի հակագրոհը փոխանցում կենտրոն և գնդակի կորուստ Արամ Վարդանյանը շարժում է առաջ խապս է տալիս Վարդանյան հարված և անկյունային Փոխանցում դեպի դուգանային հրապարակ, հեռացված է գնդակը Նավասարդյան։ Տեսեք ինչպիսի հրաշալի կերպով են համագործակցում Ինտերի ֆուտբոլիստները և անկյունային հարված։ Փոխանցում չհասավ գնդակին Ինտերի ֆուտբոլիստը Փոփոխություն Վոլսբուրգի կազմում Չասա փոխանցում հասցեատիրոջը և Վարդանյանը ստանում է գնդակի կենտրոնում Փոխանցումը պետք կատարել Նավասարդյան Փոխանցում Կորսնում են գնդակ պարզ իրավիճակում Ինտերի ֆուտբոլիստները Հարված դարպասապահ հրաշալի է խաղում և հարված դարպասից Կերկին ինտերն է գնդակով Շարժում է առաջ Ինտերի ֆուտբոլիստը գնդակի կորուստ, բայց պատասխան փոխանցումն անհաջող էր և հարված Վոլսբուրգի դարպասից Շարժում է առաջ, խապս է տալիս, բայց կորսնում գնդակը Հրաշալի են պաշտպանվում Ինտերի ֆուտբոլիստները և խաղի կանոնների խախտում
Հարված գոլ 3-1 Դավիթ Գրիգորյանը հաշիվը դարձնում է 3-1 Տուգանային հարվածի իրավունք են վաստակել Ինտերի ֆուտբոլիստները Հարված Խառը իրավիճակ է Եվ առաջին խաղակեսը ավարտվում է բարեկամներ 3-1 Ինտերը հաղթում է այս պահին կարճատև դադար, որից հետո կշարունակենք ռեպորտաժը Բարեկամներ վերադառնում ենք Ուրարտու մարզադաշտ, որտեղ այսօր տեղի ունենում Աֆելի ու Ինտեր քափի երկրորդ տուրի Վոլֆսբուրգ Ինտեր հանդիպումը արդեն սկսվել է երկրորդ խաղակեսը, առաջին կեսից հետո Ինտերը հաղթում է 1-3 հաշվով Հետաքրքիր առաջին խաղակես ունեցանք բարեկամներ Ինտերը այս մեկնարկային րոպեներից տիրեց տարածքային եւ խաղային առավելությանը Չնայած որ Վոլֆսբուրգն էլ վատ խաղ ցույց չտվեց հրաշալի են գրոհում, սակայն Ընդամենը մեկ անգամ Վոլֆսբուրգին այն էլ առաջին խաղակեսի վերջում հաջողվեց գրավել մրցակցի դարպասը 3-1 առաջին կեսից հետո տեսնենք ինչ ընթացք կունենա երկրորդ խաղակեսը Ինտերն է գնդակով Արտանյան Կրկին Վարդանյանն է ստանում գնդակը Հավասարդյան Աչեզով Ինտերը շարժում է առաջ Եվ եզրային նետում Կրկին Վարդանյանն է ստանում գնդակը Վոլֆսբուրգը խլում է շարժում առաջ, բայց Ինտերի ֆուտբոլիստը կարողանում է խլել գնդակը Հարված և բարձր ընդանում հարվածը Վոլֆսբուրգի հերթական գրոհը տեսնենք ինչ զարգացում կստանա, խաբսը տալի շարժում է առաջ Վտանգավոր կարող է ստացվել և ինչպիսի հուշկու հարված էր, բայց մի փոքր շեղությամբ դուրս եկավ դաշտի սահմաններից Ուխանցում Հեռացված է գնդակը Հավասարդյան Պողոսյան հարված Եվ հաշիվը դառնում է 4-1 Մարկ Պողոսյան դուբլ
Հաշիվը դառնում է 4-1 խաղի 30-րդ րոպեին Վոլսբուրգը խլում է գնդակը և փորձում ձեռնարկել իր հերթական գրոհը, բայց անհաջող փոխանցում էր Հավասարյան աչեզրում ստանում է գնդակը, փոխանցում Պողոսյան հրաշալի կերպով փորձեց հարվածել, բայց չստացվեց, հարվածը թույլ էր Հերթական անհաջող փոխանցումը Վոլսբուրգի ֆուտբոլիստների կողմից Արամ Վարդանյանը կձեռնարկի թիմի հերթական գրոհը, շարժում է առաջ հարված Փայլուն գոլի եղինակ է դառնում Արամ Վարդանյանը Վարդանյանը հաշիվը դարձնում է 5-1 և ինտերը հաշիվը դարձնում է էլ ավելի ջախջախիչ հաղթում է ինտերը 5-1 հաշվով և կրկին գրոհում է ինտերը Վարդանյան Անհաջող փոխանցում էր Հասնում է գնդակին ինտերի պաշտպանը Սակայն գնդակի կորուստ Հրաշալի գրոհ կարող է ստացվել Հարված, հրաշալի խաղում դարպասապահը Եվս մեկ հարված Փայլուն է խաղում այսօր ինտերի դարպասապահը Վոլսբուրգն է գնդակով Մրցավարը նշանակում է տուգանային հարված բավականին վտանգավոր դիրքում Վոլսբուրգը ստանում է տուգանային իրավունք Ընթանում է խաղի 35-րդ րոպեն Վոլսբուրգ ինտեր 1-5 Տեսնենք ինչպես կիրացնեն այս տուգանայինը Հարված և հեռացնում է դարպասապահ Եվս մեկ հարված Հրաշքով գնդակը չհայտնվեց դարպասում ինտերի ֆուտբոլիստը հեռացեց դատարկ դարպասից գնդակը, բայց Վոլսբուրգի գրոհը շարունակվում է Գրիգորյան Եվ հարված ինտերի դարպասից
Պողոսյան Գործում է գնդակը Մարկ Պողոսյանը Վտանգավոր դրությունը և անկյունային Խարկում են անկյունայինը Վոլսբուրգի ֆուտբոլիստները Փոխանցում Հարված Փայլու սեյվի եղինակ է դառնում Ինտերի դարպասապահը Ինչպիսի հրաշալի խաղ է անցկացնում այսօր Պողոսյան Վարդանյան Հարված Չստացվեց 6-րդ անգամ գրավել մրցակցի դարպասը Եվ Վոլսբուրգի ֆուտբոլիստները հիմա կձեռնարկեն իրենց հերթական գրոհը Սակայն անհաջող փոխանցում էր Պողոսյան ստանում է գնդակը Վարդանյան հարված և գոլ 6-1 բարեկամներ Արամ Վարդանյանը դառնում է դուբլի հեղինակ հաշիվը դարձնելով 1-6 Երկար փոխանցում առաջ Խլում է գնդակը ինտերի ֆուտբոլիստը Վարդանյան սլանում է առաջ Պողոսյան Հրաշալի հնարավորություն ստացավ ինտերի ֆուտբոլիստը, բայց չկարողացավ գրավել դարպասը և հիմա տեսնենք Վոլսբուրգի հակագրոհը որը պսակվում է անհաջողությամբ Պողոսյան հրաշալի կոմբինացիա են ձեռնարկում հիմա ինտերի ֆուտբոլիստները Վարդանյան Գործում է գնդակը Արամ Վարդանյանը Ինչպես հրաշալի հարձակվում են, այնպես էլ հրաշալի կերպով պաշտպանվում են ինտերի ֆուտբոլիստները Տեսեք, անմիջապես խլում են գնդակը Մարկ Պողոսյան Հարվածը բարձր են տանում Այո, չեն դադարում գրոհել ինտերի ֆուտբոլիստները Նետվում են առաջ էլ ավելի զարգացնելու հաջողությունը Վոլսբուրգը գնդակով Գրիգորյան, հարված Շեղեր հարվածը Փոփոխություն ինտերի կազմում Պողոսյան Գրոյողությունը տեղափոխում է Աչեզար Վարդանյան Վտանգավոր կարող է ստացվել
Չեզոքացնում է սպառնալիքը Վոլսբուրգի ֆուտբոլիստները։ Եվ եզրային նետում։ Եզրից Վոլսբուրգը գնետի գնդակը խաղի մեջ։ Գրիգորյան արված։ Վտանգավոր դրություն է։ Եվ կրկին փրկում է դրությունը Ինտերի դարպասապահը։ Հեռացված է գնդակը։ Նավասարդյան խանցում է դեպի Աչեզեր Այո, գոլառատ հանդիպան ականատես ենք լինում բարեկամներ։ Հիմա Վոլսբուրգն է գնդակով։ Անհաջող փոխանցում էր և հարված փրկում է դարպասապահը դրությունը։ Հեռացնել է պետք սեփական տուգանային հրապարակություն չի անում Վոլսբուրգի դարպասապահը։ Նավասարդյան արված շեղեր։ Գրիգորյան, փոխանցում դեպի Ձախեզեր, ուժեղ էր փոխանցումը։ Վարդանյան, հրաշալի է խաղում Վարդանյանը, խաբս է տալիս և անկյունային հարված։ Խարկում են անկյունայինը։ Հարված։ Հեռացնում է դարպասապահը։ Գրիգորյան Աչեզում սլանում է առաջ։ Տեղափոխում է կենտրոն, պետք է փոխանցում կատարել այստեղ կարծում եմ։ Խաղի կանոնների խախտում։
Թանկավոր դրություն կարող է ստացվել արված։ Կլում է գնդակ ինտերի ֆուտբոլիստը, բայց պատասխան փոխանցումն անհաջող էր։ Ավասարդյանը փորձում է խլել գնդակը և այստեղ խաղի կանոնների խախտում։ Վնասվածք է ստացել ինտերի ֆուտբոլիստը։ Տեսնենք ինչպես կիրացնեն այս տուգանայինը Վոլսբուրգի ֆուտբոլիստները։ Փոխանցում և դարպասապահ շատ հանգիստ վերցրեց գնդակը և այն անմիջապես ուղարկում է առաջ։ Հարված շեղեր։ Վոլսբուրգ ինտեր 1-6 Winter Cup-ի երկրորդ տուրի հանդիպում է։ Ընթանում է հանդիպման վերջին րոպեները, մի քանի րոպե և կավարտվի Նավասարդյան։ Մարկ Պողոսյան խաբս է տալիս, փոխանցում, արված և հաշիվը դառնում է 7-1 բարեկամներ։ Ինտերի կազմում գոլի հեղինակ է դառնում Սարգիս Մնացականյանը։ Յոթ մեկ գեր գոլառատ հանդիպման ենք ականատես լինում։ Տեսնենք Վոլսբուրգի պատասխան գրոհը։ Գրիգորյան խլում է գնդակը ինտերի ֆուտբոլիստները և Արման Նավասարդյանը շարժում է առաջ։ Պողոսյան, փոխանցում։ Դավիթ Գրիգորյան Համար պայքար գնդակի համար Նավասարդյան շարժում է առաջ և եզրային նետում։ Մնացականյան Պողոսյան հրաշալի կերպով շրջանցում է, խաբս է տալիս, փոխանցում է պետք կատարել, փոխանցում արված և հաշիվը դառնում է 8-1։ Մեր Դավթյանը դարձավ գոլի հեղինակ, հարված փոխանցում առաջ և վերջ բարեկամներ հանդիպումը ավարտվում է գեր գոլառատ հանդիպումը ավարտվում է, ինտերը հաղթում է 1-8 հաշվով։ Շնորհավորում եմ ինտերի ֆուտբոլիստերին փայլուն հաղթանակի կապակցությամբ և բարեկամներ մենք էլ այսքանով ավարտենք այսօրվա ռեպորտաժը Ուրարտու մարզադաշտից։
Այն ձեզ համար կազմակերպել էր Աֆելի ստեղծագործական թիմը։ Խաղի ընթացքին ձեզ օգնեց հետևել Շավարժ Հարությունյանը, միշտ օր հանդիպում։